Հայրենական մեծ պատերազմի ծանր ու բեկումնային տարիներին նա կատարել է 259 մարտական թռիչք։ Անձամբ խորտակել է թշնամու 13, իսկ իր մարտական ընկերների հետ միասին 53 թշնամական նավ։ Նրա մարտական հաշվին կան 80 ոչնչացված տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ, 140 հրանոթ, 130 գնդացրային կետ, շուրջ 5000 թշնամի զինվոր։ Այդ հերոսի անունն է Նելսոն Ստեփանյան։ Այս պատմությունը նրա մասին է։ Պաշարված Լենինգրադի պաշտպանական դիրքերը ռմբակոծելուց հետո գերմանացիները պետք է որ ներխուժեն քաղաք, իսկ նրանց ինքնաթիռները կգրոհեն օդից։ Նրանց ինքնաթիռները մինչև օդ բարձրանալը պետք է ոչնչացնել։ Տղաս, իմ հայրն ասում էր, որտեղ էլ լինենք, պետք է պահենք մեր ազգանվան պատիվը։ Այո, դա ճիշտ է, բայց երբ պատերազմ է, հատկապես հայրենական պատերազմ, որդիները պետք է փառաբանեն ոչ թե իրենց ազգանունը, այլ իրենց ժողովրդին և նրա պատմությունը։ Վստահ եղիր, տղաս, մենք կհաղթենք։ Մենք կհաղթենք։ Մենք, գործանիչների օդաչուներս, սակրավորների պես մեկ անգամ ենք սխալվում, նաև պարտվում ենք մեկ անգամ։ Մենք պարտվելու իրավունք չունենք։ Ես պաշտպանելով Լենինգրադը, պաշտպանում եմ նաև իմ Հայաստանը։ Այսօր մի երիտասարդ սերժանտ հարցրեց. Ընկեր հրամանատար, ինչու են ասում, որ թռիչքը կյանք է, ինչպես նրան բացատրեմ, բայց ես գիտեմ մի բան, իմ սերնդից հետո պետք է մնա կամ հաղթանակը, կամ կյանքը, կամ ոչինչ, գործանիչը, որ նոթ է բարձրանում, չի գնում զբոսանքի, նա գնում է մահվան ընդառաջ։ Achtung, im Himmel ist Nelson! Զեկուցում եմ, թշնամու ինքնաթիռների մեծ մասը ոչնչացված է։ Կեցեք, հիմա անմիջապես վերադարձեք։ Լսում եք, վերադարձեք։ Ոչ, ես գետնի վրա ավելի զգուշավոր եմ, քան օդում։ Ես այստեղ ավելի լավ եմ տեսնում, ավելի լավ զգում։ Մայրիկ, երբ ես գնում եմ մարտի, դու միշտ ինձ հետ ես։ Հիմա, երբ սլանում եմ թշնամու վրա, ինձ թվում է, թե երկնքից նայում ես ինձ, ասես օրհնում ես ինձ։ Ես հիմա պետք է ցած իջնեմ։ Ես անգամ այն ժամանակ, երբ ընկնում եմ ցած, միշտ թռչում եմ դեպի երկինք։ Ich verstehe nicht, warum landet dieser Junge? Vielleicht will er sich ergeben? In jedem Fall Feuer einstellen. Լեգենդար ռազմական օդաչու, խորհրդային միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը զոհվեց 1944 թվականի դեկտեմբերի 14-ին Լիեպայա նավահանգստի մոտ, իր վառվող ինքնաթիռն ուղղելով զինամթերքով բեռնված գերմանական տրանսպորտային նավերի վրա։ Երբ հետո զննեցին այն վայրը, որտեղ զոհվել էր օդաչուն, ձյուների մեջ հայտնաբերեցին Il-2-ի թևի կոտրված մասը, որի վրա գրված էր Վարդանուշ։ Դա հերոսի մոր անունն էր։ Նվիրվում է հայրենական մեծ պատերազմի բոլոր հերոս օդաչուներին։